Թուք է ներարկել ինքն իրեն, աչքերն է կարել, սպառնում է նաև կտրել մատը։ Նուբարաշեն քրեակատարողականի 51-ամյա բնակիչը։ Դա արդեն վերջն է։ Երկապայինների կրկին ներարկել եմ։ Հայկ Գալստյանը, որ քրեակատարողականում կրում է իր պատիժը 2015 թվականին գործած խարդախության համար, պնդում է, որ պարբերաբար ինքնավնասման փորձեր է անում, քանի որ սրտի ստենդավորումից հետո ունի բժշկական օգնության կարիք, բայց իրեն հիվանդանոց չեն տեղափոխում, ստիպողաբար պահում են պատժախցում։ Ես ուզում եմ հարցս ուղղեմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, որ մի քիչ գիտակցան նայի այս կառույցը ինչա կատարվում։ Ինչքան գնանք, ընդհանուր մահվան գնամ, էլի պատճառը իրանք են։ 10 օր առաջ է դատապարտյալը ստենդավորվել Էրեբունի բժշկական կենտրոնում։ Պնդում է վիրահատությունից հետո իրեն քրեակատարողական են բերել, ձեռքին անոթային վնասվածքով, ունի սրտի արիթմիա, բայց քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման ու սպասարկման բաժնի պետ Նաիրա Բաբայանը թույլ չի տալիս, որ իրեն պատժախցից հիվանդանոց տեղափոխեն։ Ինձ պետք է տեղափոխեն անպայման բանը, այդ մեծեբե, որը գտնվում է Արմավիր բժշկական կենտրոնում, բուժ հաստատությունում։ Սակայն Նաիրա Բաբայանը ոնց ուզի, այդ ձև անում է։ Հայաստանի Հանրապետության գլխավոր սրտաբան Համլետ Գրիգորիչը տվել է, ստենդավորված եմ, նաև արիթմիա, տարբեր աստիճանների, ստենոկարդիա, այսինքն ինքը այս նմանը պետք է, անդիպլոմ նստած բուժհաստատության պետ, որը 3 տարի ԺՊՊ-տ այդ ո՞րտեղ գրած օրենքով։ Առողջապահության նախարարությունը պնդում է, թե դատապարտյալ Հայկ Գալստյանը ստացել եւ շարունակում է ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Սրտի հետ կապված լուրջ խնդիր չի արձանագրվել։ Հայկ Գալստյանի հետ կապված շատ բան չեմ կարող ասել բժշկական գաղտնիքից ելնելով, բայց պետք է ասեմ, որ անհրաժեշտ բուժօգնությունը նա ստանում է, բոլոր հետազոտությունները, ինչ գանգատ որ ունեցել է, կազմակերպվել է, վերջինը եղել է օրեր առաջ սրտի հետ կապված, անցել է եւ էխոսրտագրություն եւ կորոնարոգրաֆիա եւ որևէ լուրջ բան սրտի հետ կապված չի բացահայտվել։ Թող գան, ես փաստերով կապացուցեմ, որ խախտվում է իմ բուժօգնություն ստանալու իրավունքը, պնդում է դատապարտյալը։ Դիմել եմ արտադրության նախարար, դիմել եմ դատախար, դիմել եմ ԿԿՑ-ի պետ, դիմել եմ դիմեմ Պուտինին, ուրիշ մարդ չկա։ Հրավիրում է վարչապետի ուշադրությունը։ Չէ՞ որ Փաշինյանն էլ է տարիներ առաջ բանտախցում եղել, լավ պետք է հասկանար դատապարտյալներին։ Շինել են իրանց հոր կառույցը։ Որտեղ չի հասկացանք վարչապետը, դու նախկինում եղել ես այս համակարգում, իմ հետ խցում, ուր ես նայում։ Լիլիթ Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։